Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Պարոն Խաչատյան, նախ ուզում եմ դուք մի հարցի հետ կապված Իրանի մեկնաբանեք։ Հիմա ըստ ձեզ Հայաստանը հոգևոր առաջնորդի եւ մյուս բարձրաստիճան նաեւ զինվորականների մահվան կապակցությամբ պետք է ցավակցական հեռագիր հղիջանի։ Չկա այդ հեռագիրը։ Իմ մոտ այն տպավորությունն է, որ Հայաստանի իշխանությունների աշխարհագրական գիտելիքները, չեմ խոսում աշխարհաքաղաքական, իսպառ ցնդեն են, ոդս են ցնդել կամ կարկանդակի եւ ուրեմն եգիպտացորենի հետ կերվել են։ Այն տպավորությունն է, որ Հայաստանից մի 100 մետր հարավ ոչի բան տեղի չի ունենում։ Որևէ արձագանք չկա, որևէ դիրքորոշում չկա։ Ես չգիտեմ արդյոք Հայաստանի իշխանությունները ինչ-որ ծրագրավորում իրականացրել են, եթե օրինակ սահմանը երկար ժամանակ փակ լինի, ինչ ազդեցություն դա կունենա մեր տնտեսության վրա, եթե հազարավոր փախստականներ Հայաստան գան, ինչ ազդեցություն դա կունենա Հայաստանի վրա։ Մարդիկ ամեն ինչ թողած իրենց վերընտրության հարցերով են զբաղվում։ Գոնե նախ հեռագրի եւ մնացած այդ կապված առնվազն պետք է արձագանքել տասնյակ, եթե ոչ հարյուրավոր մարդիկ են զոհվել, եղբայրական բարեկամական Իրանի ժողովրդին պետք է նաև վերաբերմունք ցույց տալ եւ ցավակցություն հայտնել։ Այնտեղ մենք ունենք նաև հայկական համայնք, մեծ եւ ես չգիտեմ հայկական համայնքի հետ կապված այդ մարդկանց անվտանգության հետ կապված ինչ քայլեր են ձեռնարկել։ Ամեն դեպքում պետությունը եթե ունի նման ռեզերվային ծրագրեր, որոնք պետք է կյանքի կոչեն, երբ իրավիճակը ուղղակի ստանդարտից շեղվում է։ Պարոն Խաչատյան, բայց ձեր ասած ցավակցական հեռագիրը ընդհանուր առմամբ փոխվել է, այսինքն անվտանգության խորհրդի նիստում այդ նախադասությունը կա, բայց այստեղ խոսքը հոգևոր առաջնորդի եւ կոնկրետ մյուս զինվորականների սպանության վերաբերյալ է, որ կոնկրետ հասցեական հրացեր են կազմել Իրանի տարբեր երկրներից, այդ Ռուսաստանը, Ադրբեջանը։ Ես կրկնում եմ, պետք է կոնկրետ ցավակցություն հայտնել բարեկամ Իրան ժողովրդին։ Ոչ թե ինչ-որ մի բան անել, որ հետո ասեն այ տեսեք, այս էջի, ես ինչ տողի, ես ինձ բարի մեջ, sense մի հատ ցավակցական միտք կար, էլի խոսքը չի վերաբերվում Ուգանդային կամ Ռուանդային կամ Պալաուին, դա վերաբերում է երկրին, որից մեր կախվածությունը բավականին առևտրատնտեսական եւ անվտանգային բավականին մեծ է, որը այս 35 տարիների պատերազմի ընթացքում մեզ համար եղել է ուղղակի փրկողակ արտաքին աշխարհին կապվելու համար։ Ձեր գնահատմամբ ինչու չկա։ Այ դա պետք է արդեն իրանց հարցն է։ Օրինակ այդ հարցի պատասխան Վահագն Ալեքսանյանն ասաց, որ ընդդիմությունը ուզում է պատերազմ, ուզում է Հայաստանի ներքաշի պատերազմի մեջ հազիվ խաղաղություն են հաստատել, ինչ են ուզում։ Ընդդիմությունը խաղաղություն է ուզում, պերաշկի կուկուռուզ իրանք են ուզում։ Իրանց ուզեցածը ընդհանրապես պերաշկին եւ կուկուռուզն է։ Ինչ նշանակում ընդդիմությունն ուզում է պատերազմ։ Ընդդիմության ժամանակ պատերազմը բռնկվեց։ Հայաստանը, Արցախը Հայաստանը եւ վերջ, անվաղ դիրքի ազատագրում, տասնյակ մարտական խաչեր, պար, Շուշիում։ Օրինակ Ալեքսանյանը օրինակ է Ես Ալեքսանյանին մեկնաբանելու որևէ ցանկություն չունեմ։ Ես Վահագն Ալեքսանյանին մեկնաբանելու բացառապես որևէ ցանկություն չունեմ։ Խնդիրը ուրիշ է, կներեք ժողովուրդ, 100-ը պատերազմը 116 տարի է տևել։ Նենց չի որ առավոտ անգլիացին ու ֆրանսիացիները վեր էին կանում, կռվում էին, գիշերը գնում էին քնելու։ Ցանկացած պատերազմ ունի հանդարտ վիճակ։ Այմա մենք այդ հանդարտ վիճակում ենք գտնվում։ Պատերազմի ավարտի մեր տեսլականը այլ է, պետք է լինի մարտնչող կողմերի նվազագույն, լեգիտիմ շահերի պաշտպանություն, արժանապատիվ խաղաղություն, այլ ոչ թե իրանց նման կապիտուլյացիա։ Հայաստանը այս իշխանությունը ոչի բան չի։ Խնդիրը ես կրկնում եմ, դու պետք է ունենաս ռեզերվային պլանավորում։ Հիմա պատկերացրեք վաղը 50,000, 100,000 հոգի Իրանից գալիս է Հայաստան։ Ունեն իրանք կարողություն, ծրագիր ունեն պաշտպանելու։ Ոնց պատրաստ են, պարոն Խաչատյան, չեք կարող։ Ոնց են պատրաստ, որ արցախցիներն եկան պատրաստ էին, թե միջազգային օգնությունը չլիներ, չէր լինի։ Ինչով է պատրաստ։ Այնտեղ հայեր կան, տարհանման ծրագիր ունեն, թե իր պատասխանատվությունը մենակ էս
Արաքսի ափով վերջանում է։ Վարչապետ էր ընտրվել, գնացել էր Իրան, ընդունել էին Իրան Արարատ մարզը մշակութային միությունը, բայց այդ մարդկանց պետք է ասած ձեռքերը լվա մի կողմ անցնի։ Պարոն Խաչատրյան, դուք ունեք այնտեղ նաև կուսակիցներ չունեք, եթե չեմ սխալվում, հա, իրենց հետ կապ ունեք, իրենք ինչ են ասում։ Դա եթե ինտերնետը կտրված է, փակ է, այսինքն ուղղակի կապ չկա։ Ցավոք սրտի։ Պարոն Խաչատրյան, եթե գնալով ամեն դեպքում թեժությունը շարունակվում է Իրանի շուրջ եւ ընդհանրապես տարած Մերձավոր Արևելքում, այս իրավիճակում ինչ հնարավոր սցենարներ կարող է լինել եւ արդյոք մեր տարածաշրջանի օրինակ Ադրբեջանի հետ կապված ասում են կարող է առիթից օգտվել Ադրբեջանը, ինչ հնարավոր անվտանգային խնդիր կարող է ստեղծել։ Ընդհանրապես պղտոր ջրում միշտ էլ փորձում են ձուկ բռնել։ Այնպես որ ես որևէ բան չեմ բացառում, կարծեմ ամեն դեպքում զինված ուժերը պետք է պատասխանատվության բարձր մակարդակի բերեն։ Իսկ եթե ընդհանուր Հայաստանի Չնայած իրենց մոտ սեր եւ ամերաշխությունը, եղբայրությունը։ Ասում եմ, այս պատերազմում չեք ուզում անդադ Հայաստանն էլ, էլի սրանում էլ խառնվի։ Մենք խառնվենք։ Չէ, Իշխանությունն է ասում։ Ասում են հազիվ մի պատերազմ կա, որ Հայաստանը չկա։ Ինչ եք ուզում Հայաստանը ներքաշեք մի պատերազմի մեջ։ Ասկան որ ասում ենք հայեր կան, որոնք օգնության կարիք կարող ունեն, նշանակում է պատերազմ ենք ուզում, սկսենք։ Դիվանագիտական ճանապարհողակներով մենք ինչ ենք անում։ Ասկան այդ գիտես, չի ասում, վայ, ես նոր ինչեր էս, ինչ մտածեցի, որ չասեցի։ Չէ, չգիտենք, ոչ մի բան չենք տեսնում։ Բայց մնացած կոնֆլիկտներից, որտեղ հայեր են եղել, տեսնում ենք, որ ոչ մի բան չեն անում։ Օրինակ Սիրիայում հիշում եք, չէ՞, Հալեպում հյուպատոսն ինչ արեց։ Առաջի բարով խերով գնաց անբավ տեղեր։ Իսկ պարոն Խաչատրյան, եթե էլի այդպես վտանգներից խոսեք, կոնկրետ ռեալ վտանգ է սպային Հայաստանի համար, եթե շարունակվի, ինչ վտանգներ կան։ Եթե սահմանը երկար ժամանակ փակ լինի, մեր էական Իրանի հետ, դու պատերազմ հասկանում ես, չի նույնիսկ եթե դու բարով խերով սահման անցնես, բա հետո պետք է կարողանաս բանդարաբաց գոնե հասնես։ Այսինքն եթե սահմանը փակվի, մենք էական տնտեսական կորուստներ ենք ունենալու։ Եվ այստեղ խոսքը միայն փոխադարձ առևտուրը չի, լավ, այսինքն մենք Իրանից ենք վաճառում, իրանցից ենք առնում։ Իրանը հիմնական առևտրային ուղիներից մեկն է։ Դրանից դա առաջին, այսինքն ճանապարհը որ փակվի, բացասական արդյունքները ակնհայտ կլինեն։ Գումարած օդային փոխադրումների խաթարում կա հարավից եւ մանավանդ հարավից եւ արևելքից։ Մյուսը կրկնում եմ, եթե ունենանք փախստականների ներհոսք, այդ մարդկանց պետք է կառավարել, չէ։ Ներհոսք պետք է կարողանաս կառավարել։ Մյուսն էլ, իրեմ ասում, Հայաստանից մի 50 մետր ներքև պատերազմ է, չգիտես ինչ կարող է լինի։ Պարոն Խաչատրյան, առաջին 2-3 մասով այսքան ենթակառուցվածքների մեծ հաշվով պատերազմ է, հնարավոր սցենարներ կարող են լինել։ Այդ դեպքում Հայաստանը ինչ անելիք ունի, որևէ անելիք ներհոսքի մասով առնվազն պետք է հասկանաս, որ եթե վաղը ճանապարհը փակվեց, ինչ ես անելու։ Այսինքն պատրաստի դեղատոմս հիմա չեմ կարող ասեմ, բայց խնդիրը չէ։ Այսինքն Միացյալ Նահանգները, որ քանի շաբաթ իրենց ռազմական արսենալը տարածաշրջանում հզորացնում էին։ Ակնհայտ էր, չէ՞ որ այս հարվածը լինելու էր, այսօր չլիներ, վաղը կլիներ, վաղը չլիներ, այն մյուսօրը կլիներ։ Այսինքն ինչ որ բանակցություններ կան, պետությունը այլ պետությունների հետ սահմանակից մյուս բանակցել է հայ բիզնեսմենների հնարավոր շահերի, Շամանը որ փակվի մարդիկ բիզնեսը շահերի կորուստ անենալու, չէ, վնաս է կրելու։ Ինչ որ մի բան բանակցեն են, որ այդ մեքենաները, բեռնատարները այլ ճանապարհով գնան։